molto positive. Մենք տեսանք շատ լավ կազմակերպված արտադրություն թե մրգերի, թե լոլիկի, այցելեցինք ձկնաբուծարան եւ կարող եմ ասել, որ մենք շատ տպավորված ենք։ Եվրամիությունից Հայաստան եկած փորձագետի տպավորությունն է մեր երկրի որոշ ջերմատներ, ինտենսիվ այգիներ, ձկնաբուծարաններ այցելելուց հետո։ Փորձագետների խումբն այստեղ է Եվրոպական հանձնաժողովի TAIEX ծրագրի շրջանակում։ Հայաստանի պետական մարմինների ցանկությամբ խումբն այստեղ է 5 օրով։ 2 օրը մենք արդեն դաշտային այցելություններ ենք իրականացրել, ծանոթացրել ենք Հայաստանում աճեցվող պտուղ բանջարեղենի մեթոդներին, դրա փաթեթավորմանը, իրենց խոսքից երևում է, որ իրենք չէին սպասում, որ Հայաստանում ժամանակակից պետքա ջերմատնային տնտեսություններ լիներ, այսպիսի ինտենսիվ այգիներ լինեին, այսինքն ամեն ինչ բավականին հուսադրող է։ Բացի դաշտային այցելություններից անցկացվում են սեմինարներ, քննարկումներ։ Իրենք ներկայացնում են Եվրոմիության պահանջները, Եվրոմիության օրենսդրությունը, կոնկրետ ապրանքների մասով դեպի ԵՄ արտահանելու հետ կապված, գումարած դրան իրենք ներկայացնում են արտադրական պրոցեսների ԵՄ-ի փորձը։ Օրեր առաջ էր լուր տարածվել, թե Հայաստանից Իսպանիա ուղարկված ծիրանը փչացել է, հետո պարզվեց, որ ծիրան Իսպանիա ընդհանրապես չի հասել։ Տարանցիկ երկրում կանգնեցվել է, քանի որ պարզապես սպասվածից շուտ է հասունացել, ոչ թե փչացել։ Փորձագետներն այս խնդրին եւս ուշադրություն են դարձնում։ Մեր հիմնական գյուղմթերքը դրանք շուտ փչացող մթերքներ են, մեր փորձագետները նաեւ ներկայացնում են ոչ միայն մշակությունը կամ բուսասանիտարական հսկողությունը կամ մնացորդները, այլ նաև դրա պահպանման ու տեղափոխման կանոններն են ներկայացնում, ինչպես պահպանել, ինչպես տեղափոխել, որպեսզի վերջն արդյունքում իր ապրանքային տեսքը չկորցնի։ Իտալացի պրոֆեսորից հետաքրքրվում ենք, իսկ ինչին պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի Հայաստանը։ Պետք է կարգավորվի վերահսկողության համակարգը, քանի որ Եվրոպայում արդեն գործում է համակարգ, որը աշխատում է բացառապես գլոբալ առողջապահության նպատակով, այսինքն մարդու առողջության, անասունների առողջության, շրջակա միջավայրի պահպանության վերահսկողության համակարգը պետք է անպայման ներդրվի։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից էլ նշում են, հնարավորինս շատ գիտելիք են ուզում քաղել այս ծրագրից, որ իրենք էլ կարողանան պատշաճ կարգով ստուգել, թե հայ արտադրողի որ ապրանքն է համապատասխանում եվրոպական ստանդարտներին։ Այստեղ մի փոքր դժվարությունը նրանում է կայանում, որ առանձին երկրներ ունեն իրենց առանձին պահանջները։ Այսինքն միայն Եվրոմիության պահանջները իմանալը կամ դրան համապատասխանելը դեռևս բավարար չէ։ Նպատակային երկիրը, որտեղ որ արտահանվում է, մի հատ էլ պետք է այդ երկրից ճշտել։ Հայաստանից մեծ քանակությամբ տարատեսակ ապրանքներ ԵՄ արտահանելը իսկապես իրատեսական է, պրոֆեսորն իր տեսակետն է հայտնում։ Քանի որ հանրային կառույցները շատ լավ ու արդյունավետ են աշխատում, կարծում եմ, որ այդ նպատակին հասնելը շատ հնարավոր է, մի քիչ ժամանակ կպահանջվի իհարկե։ Եվրոպացի փորձագետները դեռ մի քանի օր էլ կսովորեցնեն, թե ինչպես վարվել մթերքի հետ արտադրությունից մինչև արտահանում, որ Եվրոպան ընդունի հայկական արտադրանքը։ Էմմա Վարդանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։